Այսօր փողոց դուրս եկած բնապահպան ակտիվիստները պահանջում են գլոբալ էկոլոգիական հիմնադրամի չհամագործակցել ռուսաստանյան ՎՏԲ բանկի հետ։ Հենց այս բանկն է վարկեր տրամադրում Թեղուտում պղնձամոլիբդենային հանքի շահագործման ծրագիրն իրականացնող ACP ընկերությանը։ Մենք ուզում ենք գլոբալ էկոլոգիական հիմնադրամին ներկայացնել, որ իրականում ՎՏԲ բանկը բնապահպանության հետ որևէ առնչություն ունենալ չի կարող եւ իր վարկով եւ իր հեղինակությամբ արդեն ապացուցել է, թեկուզ միայն հայաստանյան օրինակը բավարար է։ Բնապահպանները բանկին մեղադրեցին երկակի քաղաքականություն վարելու մեջ, այսինքն մի կողմից ֆինանսավորում է Թեղուտում իրականացնող հանքարդյունաբերությունը, մյուս կողմից փորձում է կեղծ տպավորություն ստեղծել, թե էկոլոգիական նշանակության ծրագրեր է ֆինանսավորում։ Մենք հիմա ՎՏԲ բանկին պարզապես ասելու ենք, որ մենք պայքարում ենք, որ ինքը գոնե գլոբալ էկոլոգիական հիմնադրամից որևէ ֆինանսավորում չստանա։ Անդադ իրանք հերքում են ՎՏԲ բանկի մոտից բնապահպան ակտիվիստները պաստառներով եւ վանկարկումներով շարժվեցին դեպի Արմենիա Մարիոթ հյուրանոց, որտեղ առավոտյան մեկնարկել է գլոբալ էկոլոգիական հիմնադրամի երկրների ընդլայնված հանդիպումը։ Հյուրանոցի առջև բողոքի ակցիա իրականացնող բնապահպաններին միացավ այսօրվա քննարկմանը ներկա Թեղուտի պաշտպանության խմբի անդամ Հասմիկ Էվոյանը եւ տեղեկացրեց. Կոնկրետ Թեղուտի հետ կապված ոչ մի քննարկում չի եղել, կոնկրետ որևէ մասնավոր դեպքի հետ կապված։ Հասմիկ Էվոյանը նաեւ հայտնեց, որ թեև օրակարգում ընդգրկված է ՎՏԲ բանկի եւ գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետագա գործունեության հարցը, սակայն այն դեռևս չի քննարկվել։ Նարինե Սարգսյան, Սերգեյ Սարվազյան, IPF։ Բնապահպան Մարիամ Սուխուդյանն այսօր մեկնաբանեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հայտարարությունը։ ԱՄԿ+-ի հետ զրույցում նախարարը կասկած էր հայտնել, թե ապօրինի որսի վերաբերյալ տեսանյութը բնապահպանները նկարել են սեպտեմբերի 18-ին Խոսրովի արգելոցում։ Նրանք կփորձեն այս ամբողջ մեր քրեորեն հետապնդելի արարքները, որ կատարվել են ոմն մեկի կողմից, այս ամբողջը բարթել մեր վրա։ Մեր պահանջը ոչ միայն այդ հանցագործին դատապարտելն է, որը ինչ-որ մեկն է, որը որսացել է այդ կարմիր գրքյան կենթայիներին, այլ նաև պահանջում ենք բնապահպանության նախարարի հրաժարականը։ Այդ ամենամինիմումն է, որ ինքը կարող է անի, ուղղակի ամոթից ինքը պետք է իր, այսպես ասած, զենքերը վայր դներ ու դուրս գար։